Ստամբուլում շարունակում են վերացնել ապրիլի 23-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները եւ գնահատել վնասը։ Միաժամանակ իշխանությունները խոստովանել են, որ պատրաստվում են նոր շատ ավելի ավերիչ երկրաշարժի։ Երեկ նախագահ Էրդողանը կառավարության հատուկ խորհրդակցություն է անցկացրել այդ խնդրին նվիրված։ Թեմային հետևել է Արտեմ Երկանյանը, Արտեմ, ինչ հանձնարարականներ է տվել։ Նախ այդ նիստին ամփոփվեցին երկրաշարժի արդյունքները, արդեն կոնկրետ տեղեկություններ կան, ապրիլի 24-ի երկրաշարժի հետևանքով 6.2 մագնիտուդ հզորություն ունեցող երկրաշարժի հետևանքով 236 վիրավոր եւ տուժող է եղել եւ մոտ 2000 շենք տուժել է եւ փլուզվել։ Զոհ, ոնց հասկանում եմ, պաշտոնական տեղեկությունների համաձայն չի եղել։ Եվ այժմ մասնագետները Ստամբուլում նոր ավելի հզոր երկրաշարժ են կանխատեսում եւ հենց դրա նպատակով էլ Էրդողանը հատուկ կառավարության նիստ էր գումարել քննարկելու համար, թե ինչպես կարելի է կանխել այդ երկրաշարժի ծանր հետևանքները եւ պատրաստվել դրան։ Էրդողանը հանձնարարականներ է տվել մասնավորապես ոչ կայուն շենքերի սեյսմակայունությունը ամրապնդելու համար, ռենովացիայի ծրագիրը արագացնելու համար, բուժ հաստատությունները անհրաժեշտ ուրեմն զինելու համար եւ այլն։ Դեռևս անցած տարի Թուրքիայի ուրբանիզացիայի նախարար Մուրադ Քյուրումը խոստովանել էր, որ Ստամբուլի բոլոր 39 շրջաններում անցկացված հետազոտությունների արդյունքում կառավարությունը եկել է այն եզրակացության, որ Ստամբուլի 6 միլիոն շենքերից 1.5 միլիոնը սեյսմա ոչ կայուն են, այսինքն ռիսկի գոտում են գտնվում։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների Ստամբուլի ավելի քան կեսը շենքերի չեն համապատասխանում սեյսմակայունության նորմերին։ Անցած տարի կառավարությունը մշակել էր ծրագիր, որի շրջանակներում Ստամբուլի 1.5 միլիոն շենքերի բնակիչները պետք է 5 տարվա ընթացքում նոր բնակարաններ ստանան։ Արդեն 1 տարի է ինչ այս ծրագիրը կա, բայց այն դեռ չի մեկնարկել եւ ոչ մի լուրջ քայլ այդ ծրագրի իրականացման ուղղությամբ չի կատարվել, ինչում կառավարությանը մեղադրում են ընդդիմադիր գործիչները։ Ընդդիմությունը նաև մեղադրում է, որ կառավարությունը անտեսում է սեյսմակայունության նորմերը, ինչի հետևանքով վերջին 99 թվականին Ստամբուլում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում 17000 զոհեր տեղի ունեցել։ Այդ երկրաշարժից հետո Ստամբուլում այսպես կոչված երկրաշարժի հարկ էին մտցրել։ Այդ հարկը օգտագործվում էր շենքերի սեյսմակայունությունը ապահովելու համար։ Ավելի քան 5 միլիարդ դոլար է հավաքվել այդ տարիների ընթացքում։ Ընդդիմությունը կառավարությանը հարցնում է, ուր են ուղղվել այդ փողերը եւ հստակ պատասխան, ոնց հասկանում են, չեն ստացել։ Ընդդիմադիրները հիշեցնում են, որ 23 թվականին Թուրքիայի հարավում տեղի է ունեցել 7.7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ, որի արդյունքում 54000 մարդ էր զոհվել եւ դրա պատասխանատուն ըստ ընդդիմադիրների նույնպես կառավարությունն է։ Արտեմ, արդյոք սպասված էր այս երկրաշարժը Ստամբուլում։ Այո, միանգամայն սպասված էր, ընդհանրապես Ստամբուլը համարվում է աշխարհի ամենասեյսմավտանգ մեգապոլիսներից մեկը։ Մասնագետները պնդում են, որ տարվա ընթացքում Մարմարայի ծովի այդ հատվածում 700-ից 900 երկրաշարժ է տեղի ունենում։ Այս տարվա հունվարին Թուրքիայի ամենահեղինակավոր մասնագետներից մեկը Նաջի Գյուրուրը, ով ֆրանսիացի եւ իտալացի մասնագետների հետ հետազոտություն է անցկացրել Մարմարայի ծովի հենց այդ հատվածում, կանխատեսել էր, որ գարնան ընթացքում Ստամբուլում տեղի կունենա 7.6 մագնիտոդով երկրաշարժ։ Ըստ էության այս կանխատեսումը կատարվել էր, միայն թե մագնիտուդն էր փոքրինչ ավելի թույլ, հա։ Բայց հիմա այդ նույն գիտնականը կանխատեսում է շատ ավելի հզոր երկրաշարժ նույնպես Ստամբուլում։ Գյուրերը ասում է, որ այն տեղի կունենա, այն կտարածվի 7 նահանգների վրա, որտեղ այսօր ապրում է ավելի քան 25 միլիոն մարդ։ Կարող ենք պատկերացնել, թե ինչ հետևանքներ կարող են լինել։ Haber Global պարբերականին տված հարցազրույցում մասնագետը ասում է, բառացիորեն մեջբերում եմ նրա խոսքերը, այդ երկրաշարժը կոչնչացնի Ստամբուլը, ես կատակ չեմ անում։
Ընդ որում հիշեցնեմ, որ 23 թվականին յուրուրը կանխատեսել էր Քահրաման Մարաշ նահանգում տեղի ունեցած երկրաշարժը եւ շատ հստակ կանխատեսում էր արել եւ այն ամբողջովին իրականություն էր դարձել։ Նույն այս կանխատեսումը կիսում են նաև թուրք, ճապոնացի, ֆրանսիացի, իտալացի այլ հեղինակավոր մասնագետներ։ Օրինակ հայտնի թուրք սեյսմոլոգ Ջելել Շենգերը դեռ 2 տարի առաջ հայտարարել էր, որ վաճառում է Ստամբուլի իր տունը, տեղափոխվում է այլ նահանգ, քանի որ գիտակցում է, որ այդ երկրաշարժը անխուսափելի է եւ որ այդ երկրաշարժից զոհվելու է իր ողջ ընտանիքը, եթե նա այսօր չտեղափոխվի։ Արտեմ, նկատի ունենալով այդ հաշվումները, ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ այդ սպասվող երկրաշարժը։ Փորձագետները ասում են, որ եթե հզորությունը հասնի 7.6 մագնիտուդի, 600,000 շենքեր պարզապես այդ նույն վայրկյանին կփլուզվեն։ Մոտ 2 միլիոն շենք կտուժի երկրաշարժից։ Մոտ 4 միլիոն մարդ կարող է զոհվել այդ երկրաշարժի հետևանքով։ Նույն այդ հիշատակած գյուրերն է այս տեղեկությունները բերում։ Եթե հաշվի առնենք, որ Ստամբուլում 16 միլիոն մարդ է ապրում, այսինքն կարող ենք պատկերացնել ինչ հետևանքներ կարող է ունենալ այդ երկրաշարժը, իսկ նաև պետք է հիշենք, որ Ստամբուլը ապահովում է Թուրքիայի տնտեսության 35%-ը եւ մասնագետները նաև հաշվարկել են, որ ապահովագրական ընկերությունները 300 միլիարդ դոլարի վճար կատարելու պարտավորություն կունենան անմիջապես, իսկ ոչ ուղղակի հետևանքները կարող են 1 տրիլիոն դոլարի մոտենալ։ Շնորհակալություն, Արտեմ։